Առաջին Խորսի դարպասը։ Առաջին երգչախումբը բաժանված է երկրորդ երգչախմբից Խորանի դրանը, նայող մեծ փայտ է, դրան միջոցով շատ նման է դրան։ Այն նա խոսքրով է զարդարված ունի սիրիերեն գրություններ, որոնք բացատրում են այս դրան ստեղծման տարեթիվը։ 926-927 թվականների միջ ընկած ժամանակահատվածում վանքի առաջնորդ Հայր Մուսա Աննուսայբի կողմից։ Այն կազմված է 4 թերթիկից 6 շարքով։ Վերի մասում կան 4 սրբապատկերներ, պատրաստված փայտից խոսքրով զարդարված դրանք։ Աջից ձախ են Սուրբ Մարկոս Առաքյալը, Ալեքսանդրիայի առաջին պատրիարքը, այնուհետ Քրիստոսը, Էմմանուել, ապա Մարիամ Աստվածածինը, վերջապես Սուրբ Պետրոս Առաքյալը։ Հետաբար, այս շարքը օգտագործվում է որպես սրբապատկերների գրող։ Ուստի մենք գտնում ենք Պետրոսը կանգնած է բույսերի մեջ։ Նա մորուքավոր է ձախ ձեռքում պահում է մագաղատ, իսկ աջ ձեռքը դնում է կրծքին։ Այնուհետ մենք գտնում ենք Մարիամ Աստվածածնին, որը ներկայացված է ճակատային դիրքում, իսկ նրա գողերին կան բույսեր, Քրիստոս։ Նա հայտնվում է առանց մորուք երիտասարդի կերպարանքով, իսկ աջ ձեռքը բարձրացված է որպես օրհնության նշան։ Խաչիձը 8 վերջույթներով Տեր Քրիստոսի ձախ ոտքի տակ վիշապ է գամոց։ Այսինքն օձի գլուխը ջզմած կնոջ սերուն է։ Վերջապես մենք գտնում ենք Սուրբ Մարկոս Առաքյալին կարծրաձայր մորուքով, մորուքավոր նրա ձեռքը բռնած։ Ձախը գիրք է, այսինքն Մարկոսի ավետարանը, նա բարձրացնում է աջ ձեռքը, որից հետո մենք գտնում ենք 5 շարք, որոնք ներկայացնում են նմանատիպ շրջանակներ, իսկ երրորդ շարքը ներկայացնում է բուսաբանական տեսարաններ, որոնց շուրջ կա ռոմբուս, այս ռոմբի ներսում խաչ ու ձայրով, իսկ 5-րդը, բայց ռոմբից ունենալու փոխարեն, այստեղ գտնում ենք ուղղանկյուն, ինչ վերաբերում է դրան բռնագին, ապա այն մետաղից է նա ու ձայրով խաչի տեսքով։ Երկու ձայրով այս խաչն ավելի տարածված է Ասորի եկեղեցում։ Ուստի այն գտնում ենք տաճարի դրան գողորթի մեջտեղում առաջին, դրան խաչերի տեսքով, նա երկրորդ գլխում։